Նու արդեն իմ գովազները գնում է, երևի թե շատերը տեսել եք, որ ամսի 9-ին ժամը 8-ին stage-ում, բրբանկում խաղալու եմ stand-up-ը եւ jazz band-ի հետ, շատ ուրախ երեկո է լինելու, ի տարբերություն են ներկայացմանը, որ տարինց քեզ հետ ամբողջ դալիճը լացում էր, հիմա մեկը կոնտրաստի վրա եմ աշխատել, սա այսպես զվարճալի ծրագիր է ուղղակի։ Համեցեք ամսի 9-ին ժամը 8-ին stage տոմսերը տիկետ-միկետում կարող եք ձեռք բերել։ Հենց այդքանը, հիմա հասնենք մեր գործերին, բարև ձեզ, սիրելիները, շնորհակալություն, որ հենց հիմա like դրեցիք, դրեք եւ տարածեք յութը։ Այսօր լսեցի, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարման այդ հանձնաժողովը, որը որ ղեկավարում էր 44 օրվա պատերազմի այդ հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը, ոնց որ հասկացա, եւ հիմա մի կես տարի էլ բան կանեն, դեբատների մեջ կընկնեն, հրապարակեն թե ոչ, արխիվացնեն թե չարխիվացնեն, նու պարզ է, կա այսպիսի վարկած, որ եթե հրապարակեն բանակի կեսը պետք է նստի բանդ, իսկ եթե չհրապարակեն, ապա այն խնդիրները, որոնք որ ունեցել է հայկական բանակը, չեն լուծվելու։ Եվ մենք տեսնում ենք, որ չեն լուծվում, շատ եմ հարցրել բանակում ծառայողներին, սպաներին, սպայական անձնակազմին, ինչ փոփոխություններ կա։ Բոլոր նրանք, ովքեր որ իսկապես իրենից բան են ներկայացնում սպայական անձնակազմը, նրանք դուրս են գալի բանակից, իսկ դու բոլորը չէ, բայց շատերը, նա ով որ մնացել է, իհարկե դժգոհ է, չեն լուծվում շատ ու շատ սոցիալական խնդիրներ, իրենց խնդիրները սպայերի մասին է խոսվում, հա, բնակարան, տուն, տեղ, ընտանիք եւ այլն։ Նու դա արդեն երկրորդական հարց է, այսպես ասած, թեպետ որն առաջնային է եւ ոչ թե երկրորդական չեմ կարողացել, բայց որպես այդպիսի ռեֆորմներ չեն կատարվում բանակում եւ չեն կարող կատարվել, որովհետեւ դա հենց այն սպայական անձնակազմն է, որը որ զգալիորեն մասը պետք է նստի բանդ։ 44 օրվա պատերազմի արդյունքները հաշվի առնելով խոսեց դրա մասին Սամվել Բաբայանը լսել եմ, Ռաչի Ալիքով են խոսում են ընդդիմադիրները, այսպես կոչված ընդդիմադիրները, գիտեք իրանց ընդդիմադիր չեմ համարում, բայց տվյալ դեպքում օբյեկտիվ պատճառներից ելնելով թույլ տվեք այդպես ասեմ, ազգային ժողովում, գիտեք, եթե ինստիտուցիոնալ այդ բառը նոր եմ սովորել, փոփոխություններ չլինեն, ապա բանակում կտիրի այն, ինչ որ տիրում էր մինչև հիմա, եւ 7 տարին, ես կարծում եմ բավական էր, որպեսզի հաստատվեր կարգ ու կանոն, որպեսզի սպաները ուղարկվեին, չգիտեմ, դուրս վերապատրաստման, ու եւ այլն, շատ խնդիրներ կա, որ ես բարձրաձայնել եմ, բայց ոչ միայն ես, իհարկե ես ամենափոքր մարդ եմ, որ պետք է բարձրաձայնել այդ խնդիրների մասին, բայց չի արվել։ Գիտեք, 16 թվականին, երբ եղավ ապրիլյան պատերազմը 44 օրվա, ես Շանթ հեռուստաընկերության եթերում էի, առավոտվա ծրագիր էի վարում, եթե հիշում եք, եւ ասեցի մի բան, որը որ տեսա, ասեցի դա ուղղակի իրենք դա ստուգում էր, կա այդպիսի բան, պրավերկա բոյեմ, հա, ուղղակի ստուգում էին, ինչ վիճակում է հայոց բանակը, եւ պատերազմ անպայման լինելու է։ Իհարկե, պրոդյուսերն էլ ընդվզեց, վերևից էլ զանգեր եղան, որ մի խոսատես բան էր, բան եւ այլն, թեպետ իմ բերանը փակելը մի քիչ տենց այնքան էլ հեշտ բան չի, բայց ես կարծում եմ մի առանձնապես ռազմական փորձագետ կամ մասնագետ պիտի չլնեի, էլի որ հասկանայր, որ դա պատերազմի նախանշանն է, որ դա ուղղակի ստուգում էր, որ հետո լինի լուրջ պատերազմ։ Եվ ինչ եղավ, ոչինչ։
Սերժ Սարգսյանը դուրս եկավ, ասեց որ դե լավ, դե մի քանի 800 մետր բան են գրավել ջայնամետեր իրանց փեշքեշ, բայց գրավել էին լելեթեփե ասած է այդ հենց այդ կետը, թե իր կողքերը չգիտեմ, բայց ամենայն դեպս այսօր լսեցի, որ ճեղքումը հենց այնտեղից է եղել 44 օրվա պատերազմ, հենց այդտեղից է որ այդ թուրքը մտել է եւ Ղարաբաղի հերը անիծել է, հենց այդտեղից, որովհետեւ չկային պաշտպանական կառույցներ, որտեղ չկային, որտեղ մի խոսքով կետերը հանձնված էին, բայց ընդհանրեն 800 մետր էլ բան, դες բարձվեց 800 մետր չի, այ կիլոմետր էսի մինչև մի քանի անգամ ավելի շատ էր, խափեց Սերժ Սարգսյանը մեզ բոլորից, այդպես ինչպես Նիկոլ Փաշինյանն է խափում, հա, ես զարմանում եմ, ասենք, բոլոր ղեկավարները ինչ որ տես մի հատ մի բան ունեն, էլի, ասենք, ժողովրդին ես շիտեղ դնելու մի հակում, հա։ Եվ այն ժամանակ էլ ես ուղղակի այդպես կողքից ասեցի, բայց շատ ու շատ ռազմական փորձագետներ հետո խոսում էին դրա մասին, բայց ոչ ոք շան տեղ չդրեց։ Հիմա էլ սիրելի ժողովուրդ, չնայած Թրամփի հետ ստորագրված թղթերի, չնայած դրան, որ 2 տարի է սահմաններին չի լինում զոհեր եւ փառքասում, 2 տարի չկա, մի չպակաս միջադեպեր չկան, հա։ Եվ այսօր պատերազմ սկսել է, այսպես ասած, Ալիևի ձեռնտուչի տարբեր պատճառներով միջազգային։ Ասում եմ, պատերազմը լինելու է։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց եթե լսում ես, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, մի անգամ մեկին հարցեցի, ասում է, դե Ռուսաստանի դեմ է զինվում, որ հանգած Ռուսաստանը մտնենք իրան պաշտպանեն։ Ինչ խելոք է կարա Սաղաթորը սարել։ Ուրեմն եթե Ռուսաստանի համար այդ զենքը առե, չի կարող շուտ տա մեր դեմ։ Հա դե գրած է, էլի։ Այս բանը սնարյադը առել եմ, որ Ռուսաստանից պաշտպանեմ։ Հայաստանը չեմ կարա հիմա այդ Հայաստանի չեմ կարա խփեմ, կներեք։ Ասենք էտա տրամաբանությունը զինվում է, sense տնեն զինվում է։ Ազգային ժողովում քննարկում են, ասենք, բարձ է բարձրացված, որ ժամկետային զինծառայությունը լինի 1.5 տարի։ Հաճելի բան է իհարկե։ Ով չի ուզի, որ ավելի քիչ ծառայի, բայց հետո վեր են կենում, ասում են, բայց բան չունենք, սահմանները պահող չունենք։ Հիմա ոնց հասկանաս։ Իշխանությունը համեն է ասում, համեն ենք լսում, համեն ենք լսում։ Դա ինչ է նշանակում, բարդակ, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Ու բարդակից բացի էլ իհարկե ժողովրդին հաճելի բաներ ասելու։ Իհարկե զարմանալի է, որ ժողովուրդը այս բաներից հաճույք է ազգում, էլի, որ ասենք ավելի քիչ ենք պաշտպանվելու, քան թե առաջ։ Հա։ Եվ այդ նույն բարդակը մոտավորապես, երբ որ լսում ես, հիմա բոլոր ալիները խոսում են այդ 44 օրվա պատերազմի մասին եւ տեսնում ես, որ կառավարման, պատերազմը կառավարման կենտրոն բացակա չի եղել ուղղակի։ Եվ հասկանում ես, որ հիմա էլ է այտենց։ Ասենք որ նույն բարդակն է։ Եթե վերակենում մեկը ասում է, որ կրճատելու ենք, ասում 1.5 տարի, մեկը ասում է, չէ, ուր է կրճատում, որովհետև ասում է ծառայող չկա, բան, մի քանի տոկոսի չլա ծառայողների թիվը։ Ուրեմն հասկանում ես, որ այդ արքայությունում այնքան էլ ամեն ինչ սահուն չէ։ Մի ուրիշ շատ ցավալի թեմա կա, որը որ դրա մասին չի խոսվում, բայց ուզում եմ ձեզ ցանոթել սիրելի հետևորդ, թե ոչ միայն հետևորդ։ Եթե հետևորդ չեք, կարող եք հետևորդ դառնալ։ Այնքան էլ չէ, այն կոճակը սխում ես դառնում ես հետևորդ։ Հենց այդքան բան, ամեն անգամ դες հավայի մի լսեք։ Գոնե 50%-ը ալիքի հենց այնպես մտնում դուս է գալի։ Հա։ Այսպեսի մի ցավալի մի բան ասեմ։ Խոսել եմ մասնագետների հետ, դա այտենց չի, որ դա օդից եմ բերում։ Գրեթե բոլոր բանակում ծառայողները, ովքեր գալիս են տուն, զորացրվում են, ունեն շատ լուրջ առողջական խնդիրներ։ Շատ լուրջ։ Դա իմացել եմ այն կենտրոնից, որտեղ որ անունը չեմ հիշում, որտեղ որ պահեստավորվում է տղամարդկանց սերմը,
հա, դոնոր դառնալու համար, արհեստական բեռնավորվելու համար եւ այլն, որ դրա խնդիրներ ունենք, որ երբ որ ստուգում ես երիտասարդների զգալի մասը նա ով որ ծառայել է բանակում, անպտուղ են կամ պտուղը առողջ չի լինի։ Ինչից է դա։ Նու բացի նրանք, նու մանավանդ նրանք ովքեր որ ծառայել են 44 օրվա պատերազմից ետ վերադարձածների հրաշքով։ Դա ստրեսից է եւ ծառայելու անբարենպաստ պայմաններից։ Մենակ սնունդով չի, հա։ Զինվորը բանակ գնալուց առաջ հոգեբանորեն պատրաստ չի։ Ես այդ թեման բարձրացրել եմ մի անգամ։ Բարձրացրել եմ էլի մասնագետների ուղղորդությամբ, հոգեբանների, որ այն զինվորների հետ, ովքեր որ արդեն վերադարձել են, պատերազմից կլինի, բանակից կլինի կամ ինչ հա այդպես ասենք։ Իրանց հետ աշխատել իհարկե կարևոր է, բայց առաջնայինը չի։ Առաջնայինն է հոգեբանորեն պատրաստել այն զինվորին, ով որ այսօր է գնում բանակ, որ նա ստրեսի չի ենթարկվի, որ նա, ասենք, որ լինի ինչ-որ մի այնպիսի մոտեցում, որ նա պատրաստ լինի ուղղակի ուրա գնում, որովհետև նայում ես մեր երիտասարդներին, զս փորերով, հա, սենսապես տղեկ են, ասենք, տենց, որոնք 3 մետր վազում են սիգարետ, ասենք, այդտենց մի հատ քաքի մեշոկ, գնում է բանակ, քաքի մեշոկ, արա երիտասարդության, զգալի մասը քաքի մեշոկ, ես 60 անց մարդ եմ, մի քիչ փոր ունեմ, մի քիչ, արա նեղվում եմ, գետինն եմ մտնում, որև բեմի վրա կարող է սիրուն չլինի, բայց ես կարամ փոր ունենամ, արա դուք չեք կարա հասկանում եք, քաքի բոչկա է կարա, ինչ բանակ, ձեզանից ինչ բանակ, ծխում եք, խմում եք, ջիմ չեք գնում, բացա ոչ վազել գիտեք, ոչ կռվել գիտեք, դու կռվելը տեսել եք ձեր արա, որ կռվում են երիտասարդները, այդ չի կարա, այդ հելելու եք տենց կռվեք, հələ մի բան է են տղեկին, ովքեր որ ջիմ են գնում, ովքեր որ լավ են, ովքեր որ սիրուն են, ովքեր որ ուշեղ են, ինչ ասես չեք ասում։ Ապա եթե տենց բանա, տենց եթե սիրուն է, եթե մարմինը ստրակացա, ուրեմն գյոթ է։ Դուք եք տենց, ոչ թե ինքը։ Մարդը իրան հետևում արա, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիենք չի կարալի քաքի մեշոկ։ Հասկանում եք, մենք ազգովի պետք է հասկանանք, այդ որ ազգ բանակ, որ հավայի որ խոսում են, այդ նրա համար է բոլոր այդ պատասխանատվությունը զգան, ծնողներ առաջի հերթին։ Երեխեքին ոչ սպորտի եք տալի, ոչ մարզում եք, ոչ բան, երեխեն ոչխար նստում է տանը իր մամայի փեշի տակ, հետո հոպ տանում են բանակ, բա պարզ ատեից համ իմպոտենտ կվերադառնա, համ պոչկիկը չի աշխատի, համ լեզուն կուլ գտա գիշերը, համը գիշերը կշռի տակը, պարզ է, բա այդ պետք է լինի, բա ինչ, բանակ կարող եք պատահի գիտեք բանակը, սանատորիա է, ինչ անենք, ասենք պետք է գնաք հանգստանաք գաք բանը, տենց չի, պատերազմող երկիր է, ու այս իշխանությունն է ինչ հանում դրա համար, պետք է մի ծրագիր մշակվի վերջո, այդ առողջ, այնքան չած է ամեն ինչ որ չես էլ ուզում ասել, ամեն մեկ հիմա հեծանիվ է քշում բան, կներեք էլի սենց փորերով ու ծծերով հեծանիվ է քշում արա։ Պետք է մեծ ծրագիր մշակվի, որ առողջ ապրելակերպը դա ոչ միայն առողջություն է, ոչ, դա քո երկրի անվտանգությունն է։ Մեռախոսելով այդ սոցիալական ռեկլամների մասին, որ ոչ թե կրթությունը նորաձև է, այ կրթությունը նորաձև չի, կրթությունը պարտադիր է։ Այլ առողջ ուժեղ տղամարդ լինելը ազգային անվտանգություն է։ Բանակի ռեֆորմը տեղից էլ պետք է սկսվի։ Նոր երեխեն գնում է բանակ, տես պետք է լինի արդեն։
Մենք ինչ ենք տեսնում, դրա համար է նորմալ մարդիկ, ասենք, որ ասենք կարգի նոր գրագետ մարդ, ասում է լավ է, քեզ պետք է այդ ասա, դե գազատենք բրցնենք, թռնենք երկրից, էս անենք, այն անենք, բանենք։ Գործ չունես։ Այդ եզերի հետ ինչ գործ ունես դու։ Շարային են անցնում ամեն օր։ Շատ բանա, ես էլ սովետական բանակով ծառայում էի, ամեն օր շարայի շինման սաղորը քայլում էինք պլացի վրա։ Այն ժամանակ ատոմային երկիր էր, ինչ կարող էինք մեզ դա թույլ տալ։ Խոսեցին, էլի խոսեցին, լսեցին, մի հատ լսեք, ժողովուրդ ջան, տարբեր մասնագետների լսեք, մենակ ես մասնագետ չեմ, ասեմ, ինչ որ տեսնում եմ, ինչ որ սիտը սավում է։ Մի խոսքով, հիմա այդ հանձնաժողովը, որ այսպես ասած բանանի, չգիտեմ, հրապարակվի, թե չի հրապարակվի, կամ կեսը հրապարակվի, կեսը չէ, որով իրական բանակ կեսը պետք է նստի բանդ, հա։ Տեսնենք ինչ ասե, ինչ զարգացումներ է եղել, ինչի համար է դա պետք, ոչ թե բանից հետո, կռվից հետո այդպես բռունցքներով սկսես բան անել, թափահարել, բան, հա, չէ, նրա համար որ հասկանաս պատճառները որն է վերջում, որն է պատճառը, որ պարտվեցինք մենք, ոնց խայտարակ պարտվի ու շարունակում ենք պարտվել։ Ես հասկանում եմ, որ հիմա 4-րդ հանրապետություն ուզում է ստեղծվի դրա համար, որպեսզի նիսախ ջնջվի, քանդվի, ասի, չէ, դե մենք նոր ենք ծնվել, մենք դեռ մեղավոր չենք, չէ։ Դա պարտադիր է նրա համար, որպեսզի հասկանաս սխալները որն էր։ Ես կարամ խոսեմ մենակ բանից, այսպես ասած, հասարակության սխալներից, որովհետեւ ռազմական մասնագետ չեմ։ Բայց դուք տեսել եք այդ մոբը։ Ես գնացել եմ, ես ընդեղ էի, որ մոբը հետում էր։ Փորով ջաջաներ պապիրոզը բերան բան, ախպերը տակ թուրքից սպանեն, սենց ախպերը անտրաշ բան տենց։ Գնացին զոհվեցին, մեղ չէիք տղեկ։ Ինչի գնացիք, ինչի զոհվեցիք։ Այն է զոհվեցին ունա, որ իմանամ կռվել զոհվել են, կասեմ դե հիմա։ Գիտակցված անմահությունը, հա ոնց որ, չէ, ավտոբուսների մեջ, elə որ չհասած գպցին սաղին։ Այդ տղեկին։ Մեկը պապի էր, մեկը հեր էր, մեկը բան էր, այդ է մոբն էր, էլի դենց, ախպերը, ֆիդայի ենք, անդրանիկ զորավարն ենք մենք, ախպերը։ Ու ամբողջ ծանրությունը ընկավ են նրանց վրա, ովքեր որ իսկապես իրենցից բան էին ներկայացնում։ Այն սպաների վրա, որոնք որ իսկապես ռազմական գործի մասնագետ էին։ Այն տղեկի վրա, որոնք իսկապես պարապած էին, իսկապես գիտեին ինչ բան է, կրակել գիտեն, բանգել, վազել գիտեն։ Իսկ այդպես չի կարելի, հասկանում եք, չի կարելի։ Չի կարա մեկը լոկոմոտիվ լինի, այն հետևինը ոչխար։ Բաս, չի կարա տեսնել։ Մենք այդ ճոխությունը մեզ չենք կարա թույլ տանք։ Մենք այն անասուն Ռուսաստանի նման չենք, որ ազգային փոքրամասնություններ ունենանք, առնքեշ ենք սաղին որպես բան։ Թնդանոթի մի սաղին սատկացնենք, սպանենք, դա համեզա լավ, որովհետև նրանք սատկեցին, էլ հետո սոցիալական տենց ինչ-որ բան չի լինի, հա, լարվածություն, համել մեր տղեկը չեն զոհվում, այն ուդմուրդ, բաշկիր, եսիմիջ, բանեց, հեշտները իրանք են զոհվում։ Մենք այդ երկիրը չենք, մենք ազգային փոքրամասնություն չունենք։ Ասենք ունենք եզդիներն են, բան, ասենք մալականներ են, բայց դրանք ազգային փոքրամասնություն չեն, դրանք մեր միսու արունն են, մենք ենք էլի մենք ենք։ Մենք այդ բանը չենք կարա մեզ թույլ տանք, մենք պետք է ազգովի պատրաստ լինենք դրան։ Ոնց եթե այն ով որ, ասենք, պիտի գնա վաղը ծառայելու բան, տենց փորով, ոռով բան, տենց մի հատ կենթանի է, ինչ-որ գողական օրենքներով, իսկ ելով որ նորմալ երեխա է, ասում, ախպե ջան, ես գնամ, դե ինչ անեմ, այս ինչ գործ ունեմ, չեմ ուզում, իսկապես չեմ ուզում։ Եվ այդ օրենքը, որ ասում եմ 1.5 տարի անելու, այդ դրանց վրա է ռաշոտ արած, հենց դրանց վրա, որ գնանք ասեն լավ է, գոնե 1.5 տարի է, լավ, գնանք քվեարկենք, ում եք էշի տեղ դրե, արա, ում եք էշի տեղ դրե։ Գոնե այն ով որ դուսա գալի հետո ասում է որ զորք չունենք կանգնել պաշտպանել ու ճմկտեք ոռը ասեք արա մի խոսա ուզում ենք խափենք այդ է չեք կարում ախր այդ է չեք կարում արա
Լավ, ինչ ասեմ։ Հենց այդքան սպասենք զարգացումներին, տեսնենք այդ թուղթը կհրապարակեն թե չէ։ Բայց խայտարակություն անել, լուրջ եմ ասում։ Խայտարակություն անել։ Գիտեք, մի անգամ ես հիշում եմ բանի ժամանակ 88 թվին, երբ որ միտինգին կանգնած էինք, սաղ ասում ենք ԱԳԲ-ի բաները բացեք, դոկումենտները բացեք, սաղ բացեք, տեսնենք ով է շպիոն, ով է բան։ Եթե չեմ սխալվում, Հուսիկ Հարությունյանն էր։ Ուսեկավ ասեց ժողովուրդ ջան, հիմա որտեղ բացենք, կպարզվի այդտեղ կանգնածների պապերի 90%-ը գործ տվող են եղել։ Կուզեք, սա սուս մնացի, հա գործ չունեք։ Հիմա նույնն էլ է դա։ Հիմա այդ թղթերը որ բացեն, կուզեք, չեմ կարծում որ դա մեր ազգային շահերից կլինի։ Դա պետք է նեղ կռուկ իմանա մի հատ, նեղ կռուկ ու հետևություններ անի կամացնաված սկսի մաքրել, բայց դու սրանցից ինչ, սրանք չէ, սրանք մաքրողը չեն, ժողովուրդ ջան, սրանք մաքրողը չեն, 26-ին տեսեք ինչ են անում, դա սենց չի կարա շարունակվի, սենց իրանց չի կարելի, ուղղակի չի կարելի ընտրել, չի կարելի ընտրել, ժողովուրդ, չի կարելի, են թերմացքը հանգարց չառիթավորվեն, Քոչարյանական են, Սերժական, Դաշնակ, Մաշնակ, Զահր, Ռումար ու Զիբիլ ու աղբ, որոնց ժամանակին չեզոքացրեցին սրանք, հանգարց չառիթավորվեք, այդ որ խոսում դա ձեր մասին չի։ Իսկ թե ում մասին ամենքի ուղեղները չշարժեք, նայեք դաշտը, բոլորին միացեք, դեմագոգա, էսի գրանտակերա, էնի Զահր, Ռումարա, էսի մինչա, չէ, մտածեք մի քիչ, ուղեղները չշարժեք, էլ չեմ ուղորդելու, են էլ կնոպք են, մինչև կնոպք են, ամսի 9-ին stage, տոպսերը տիկետ մի կետում, համեցեք, եկեք գոնե մի քիչ ես թողոբույց, մի քիչ ուրախանանք, մի քիչ բան անենք, ժամանակ անցկացնենք, համել դե կխոսենք իրար հետ, ինչու չէ, տոպսերը տիկետ մի կետում, կնոպք են,